Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր մայիսի 17։ Ես եմ զորությունն ու գութը։ Եվ Հիսուսը իր աշակերտները մոտ կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վրա, որովհետև արդեն 3 օր է իմ մոտս են, և բան չունեն, որ ուտեն, և նրանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, միգուցե նվաղեն ճանապարհումը։ Մատթեոս 15:32 խոսք։ Քրիստոսն իր աշակերտներին այսպիսով ասում էր. Ես մարդկանց համար ավելին կանեմ, քան պարզապես նրանց բժշկելը։ Կհոգամ, որ նրանք բավականաչափ հաց ունենան ուտելու համար։ Դուք պետք է տեսնեք, որ ես ավելին եմ, քան պարզապես զորություն, ես նաև գութ եմ։ Եթե ինձ տեսնեք միայն որպես բուժող կամ հրաշագործ, կվախենաք ինձանից, բայց եթե ինձ տեսնեք նաև որպես կարեկից, կսիրեք և կվստահեք ինձ։ Այս ուղերձը բոլոր նրանց համար է, ովքեր ուժասպառության եզրին են, ովքեր հանձնվելու եզրին են, ովքեր ճնշված են իրենց ներկայիս իրավիճակից։ Դուք հավատարիմ ծառա եք, դուք հոգ էիք տանում ուրիշների մասին և հավատում եք, որ Աստված կարող է անհնարինը անել իր ժողովրդի համար։ Այնուամենայնիվ կասկածներ ունեք նրա ձեր պայքարին միջամտելու պատրաստակամության վերաբերյալ։ Հետաքրքիր է, թե այս ուղերձը քանի լսողներ են հավատքի խոսքեր ասել նրանց, ովքեր հայտնվել են տխուր, թվացյալ անհույս իրավիճակում։ Դուք նրանց հորդորում էիք ասելով. «Սպասիր, Տերը կարող է, Նա Աստված է, որ հրաշքներ է գործում, և Նրա խոստումները ճշմարիտ են, մի կորցրու հույսդ»։ Սուրբ Հոգին ինձ մի օր հարցրեց. «Դու իսկապես հավատում ես հրաշքներին»։ Ես պատասխանեցի. «Այո, իհարկե Տեր, ես հավատում եմ Սուրբ գրքում կարդացած յուրաքանչյուր հրաշքի»։ Թանկագին բարեկամ, այս պատասխանը բավարար չէ։ Տերը իսկապես հարցնում է մեզանից յուրաքանչյուրին. հավատո՞ւմ ես, որ ես կարող եմ հրաշք գործել քո կյանքում։ Եվ նա չի հարցնում միայն մեկ հրաշքի մասին, այլ հրաշք մեր առջև արմատացած յուրաքանչյուր իրավիճակի համար։ Մեզ ավելին է պետք, քան հին կտակարանի հրաշքները, նոր կտակարանի հրաշքները, անցյալի հրաշքները։ Մեզ անհրաժեշտ են ներկայիս անձնական հրաշքներ, որոնք նախատեսված են հատուկ մեզ և մեր իրավիճակի համար։ Հանգչիր Հոր հոգատարության մեջ և վստահիր Նրան, որ քո հրաշքը կիրականանա։